Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Տոներն են մոտենում հարգելիներս, որը մեծ փորձություն է մեր կազմվածքի եւ առողջության համար։ Ինչպես հաղթահարել այս փորձությունը առանց սահմանափակումների եւ մինիմալ կորուստներով։ Սովետը չի, սովետը փլուզվել է արդեն, ամեն ինչ խառոտներ կան, խառոտները 24 ժամ աշխատում են, կարևոր չի այնքան լցնեք, որտեղ ինչքան տեսնակ այդքանը պիտի ուտեք։ Մենք ափսոսում ենք թափել, չենք ափսոսում մեր սեփական որովայնը։ Իհարկե, այսինքն բեք չի սալատները գաստրոգոս արկել, բեք չի, չգիտեմ, բրինջիկները 300 400 դոս արկել, սարքեք մի օրվա, երկու օրվա համար, կարևոր չի, որտեղ նայեք, մթերքը փչանում է ինքը, նայեք, եթե դուք կարծում եք սառնանը դնելով ինքը չի փչանում, չէ։ Ինչպես դիմադրել ամանորի այդ առատ սեղաններին, սովորաբար խորհուրդ են տալիս թթվասերի փոխարեն հունական յոգուրտ, այլ ինչ խորհուրդներ կտակ, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից։ Ոնց սնվենք, ավելի ճիշտ ասեմ ձեզ, մոտավորապես։ Սեղանին առաջին ինչ անելու միս, չէ՞։ Կամ խոզի բուտ կլինի, դավարով ինչ-որ կարող սարկած բան լինի, հնդկահավ կարա լինի, չէ՞, մարդկա գոգորտիրոս կարա լինի, էդի մեր գործը չի։ Ասում են դիետոլոգները լավ է նախապատվությունը տալ հնդկահավին, քան խոզի բուդին, որն ընտրել։ Սենց ասեմ ձեզ, նայեք, քանի որ մի անգամ ենք անում, ես ասում եմ ձեզ, մարդ մի անգամ լավ ուտելով չի լավանում, մի անգամ վատ ուտելով չի վատանում։ Okay, բոլորս էլ ուտել են խոզի բուտ, եկեք ճիշտ ասենք, բայց ասեմ ձեզ, հնդկահավը ավելի ճիշտ է, քան խոզի բուդը։ Դեսերտների մասին խոսենք, հատկապես քաղցրակերների համար իսկական փորձություն է, բոլոր այդ համովությունները, թխվածքները, կոնֆետները լիքն են սեղանին, ինչ անել չափը չանցնելու համար։ Եկեք սենց անենք, okay, էլի ուտելու ենք, համաձայն ենք, բան չունենք ասելու։ Հենց սեղանին նստեցիր, աչքդ ինչ-որ մի բանի վրա մնաց։ Ասենք, չգիտեմ, 3 ձևի քաղցր ա դրած, աչքդ մի բանի վրա մնաց։ Այդ դրանից մի գդոր վերցրու, գեր, всё, աչքդ կշտացրու։ Խմիչքների մասին խոսենք, բազմազան խմիչքներ են ամանորին, իհարկե տոներն առանց ալկոհոլի դժվար է պատկերացնել, շնորհավորում ենք միմյանց, բայց սկսենք ոչ ալկոհոլային խմիչքներից, ինչ վտանգներ են դրանք պարունակում այդքան ուտեստների բազմազանության մեջ։ Շաքարը ինքը քո մարմինը սկսելու է օգտվել դրանից, որտեղ իրան ավելի հեշտ է իրանից ստանալը էներգիան։ Սո ինչ անելու, այդ մնացած ինչ որ գերես դու ամբողջ օրվա այդ գիշերվա ընթացքում մնում է վրետ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Տոներն են մոտենում հարգելիներս, որը մեծ փորձություն է մեր կազմվածքի եւ առողջության համար։ Ինչպես հաղթահարել այս փորձությունը առանց սահմանափակումների եւ մինիմալ կորուստներով, որպեսզի լիարժեք վայելենք ամանորը։ Մի քանի պարզ խորհուրդ առողջ ապրելակերպի մասնագետ Մանո Բրուտյանից, ողջույն Մանո։ Ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Ես անչափ չեք պատկերացնի։ Մի քանի ժամ է մնացել ամանորին եւ բոլորի սառնարանները լիքն են տարատեսակ ուտեստներով։ Ինչ պետք է սկսել ամենասկզբում, որ ոչինչ չխանգարի վայելել ամանորը լիարժեք։ Այդ ինչ որ ասեցիք, սառնարանները լիքն են։ Բեք չի լիքնել, սովետը չի, սովետը փլուզվել է արդեն, ամեն ինչ խառոտներ կան, խառոտները 24 ժամ աշխատում են, կարևոր չի այնքան լցնեք, որտեղ ինչքան տեսնակ այդքանը պիտի ուտեք։ Բերեք խոսքի մի օրվա, երկու օրվա ձեր սնունդը դրեք, որովհետեւ հակենակ այդ ինչ որ տեսնում եք, այսինքն թող սկզբից աչքը կշտանա, ոչ թե փորը։ Այդ խորհուրդը կդամ։ Այո, նաև ասենք սովորաբար մեծ չափաբաժիններով են պատրաստվում կանայք ամանորին եւ հետո այդ ամենը ուտելու խնդիր է առաջանում։ Մենք ափսոսում ենք թափել, չենք ափսոսում մեր սեփական որովայնը։ Իհարկե, այսինքն բեք չի սալատները գաստրոգոս արկել, բեք չի, չգիտեմ, բրինջիկները 300 400 դոս արկել, սարքեք մի օրվա, երկու օրվա համար, կարևոր չի, որտեղ նայեք, մթերքը փչանում է ինքը, նայեք, եթե դուք կարծում եք սառնանը դնելով ինքը չի փչանում, չէ, մթերքը փչանում է, ինչ որ բարունակում է մայոնեզ, ինչ որ բարունակում է ձեթերը, ինչ որ բարունակում է բրինձը, բանը, այդ դրանք փչանում են։ Այո։ 24 ժամից հետո չի այդ մթերքը, դաժե մթերքները, այդ բրինձը, բանը, այդ դրանք հետ եք տակացնում, ինքը արդեն մեջ մարեներ է աճում, եւ որ սառնանից հանում եք դնում եք հետ եք տակացնում։ Այդրանը շատ ու դարձրեք, ավելավա, նույն օրը եփեք, նույն օրն գերեք, այդքանով համել քիչ կուտեք, շատ չեք սարքել ամեն ինչը։ Այո, ամանորը փորձություն է օրգանիզմի համար, կան մարդիկ, ովքեր քաշի կարգավորման հետ խնդիր ունեն, ավելի ինչ են ուզում քաշ հավաքել ամանորին, ինչ պետք է լինի ամանորի սեղանին, ինչից հրաժարվել։ Նայեք, քանի ամանորը մենք մի քիչ սահմանափակումները բացում ենք գեդերը, չէ՞, սո քաշի ավելացում պիտի լինի, բայց դա արդեն գնի ջրի հաշվին։ Այսինքն դու խախտում ես մի օր, երկու օր ընդամենը, շատ չեմ ասում։ Քո մարմինի քաշը բարձրանալու է, ասենք, ջրի հաշվին, որտեղ ավելորդ դու աղ, քաղցր, դրանք որ դու ես մարմին ջուր ավելորդ պահելու։ Սո մի վախեցեք, այլ երկար մի բայեք այդ ամեն ինչը, այո, կվերածվի արդեն ջարբի։ Եվ որ դու օրը սկսեցիր, ասենք գիտեք, 1 կիլո ջարբը 7700 կալորիա է։ Եթե դա ամեն օր գերանք, հա, կարանք բարձրանանք այդքան, բայց 7700 կալորիա ուտելը մի քիչ դժվար է, էլի այդքան ուտելը։ Սո մի վախեցեք, դա ջուր է, ստրեսի մեջ մտնեք, օքեյ, կարևորը շուտ վերադարձեք ձեր հին կյանքին։
Ինչպես դիմադրել ամանորի այդ առատ սեղաններին, սովորաբար խորհուրդ են տալիս թթվասերի փոխարեն հունական յոգուրտ, այլ ինչ խորհուրդներ կտակ, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից։ Սենց կարամ ասեմ, երբ որ նստում ենք սեղան, առաջերտին սենց կարանք ասենք, առաջինը դες մաման թող չի ասի երեխեքին, որ արավոտից գիշերը սոված մնանք, ինչի համար, որտեղ գիշերը նստել ենք, որ նոր դարու սեղանը գուտենք, չէ, տենց բան մի արեք, թող լինի նախաճաշը ջաշը, էլ է թող լինի ընթրիքը, բաժանեք այդ ամեն ինչը։ Կալորիաները բաժանենք օրվա մեջ։ Կամ մի գնացեք դղամարտիկ մի հատ արավոտ ուտեք, մի հատ գեսորին տանք դղեք, այդ խաշ ուտեք, մի հատ այդան գիշերը այդ անեք, չէ, դենց բաներ մի արեք, օքեյ, սովորական խելամիտ նախաճաշ ճաշ, ընթրիկներ թող լինի ընթրիկը։ Օքեյ։ Հիմա ոնց սնվենք, ավելի ճիշտ ասեմ ձեզ, մոդավորապես։ Սեղանին առաջին ինչ անելու միս, չէ՞։ Կամ խոզի բուտ կլինի, դավարով ինչու կարող սարկած բան լինի, հնդկահավ կարա լինի, չէ՞, մարկա, գոգորտիրոս կարա լինի, էդի մեր գործը չի։ Առաջինը սկսենք միսով, սպիտակուցով։ Այսինքն վերցնում ենք ցես մի ափի չափով, իմ ափի չափ չէ, ձեր ափի չափով, վերցնում եք այդ կանը ու դում եք։ Առաջինը սկսում եք մսից, օքեյ։ Ինչ համար, որտեղ որ ինսուլինի խախտումը շատ բարձր չլինի, հանգիստ բարձրանա ինքը, հետո մեզ կշտացնի։ Բայց ասում են առաջինը պետք է սկսել բջջանյութից։ Չէ, եկեք ճիշտ սկսենք սպիտակուցով։ Սպիտակուցով սկսենք, փորձենք։ Եկեք փորձենք դուք ասեք, մանո ճիշտ ասում թե սխալ։ Եկեք սկսենք սպիտակուցով, օքեյ։ Հետո գողքից օքեյ, սալատից կարանք օգտվենք, եկեք սենց անենք սալատներն էլ։ Ինչ ենք անում։ Եկեք կրեատիվ։ Կարևոր չի հարևանիդ նման մույսիդ նման ստալիշլի մստաշի, եկեք կրեատիվ լինենք։ Լցնենք բանջարեղենով, օքեյ։ Գրիգ յոգուրտը օգտագործեք, մածուն օգտագործեք, օքեյ, բայց բանջարեղեն թող շատ դրնի, օքեյ։ Կարևոր չի մայոնեզ լինի, կարևոր չի, չգիտեմ ինչ, յանդվեք հերիք այլևս, մոռացանք, դա թեման անցավ էլի, թող մտնես ասեն, օ, այս ինչ սիրուն սալատներ դրած, սիրուն գույնավոր շարի սեղանի տրեն, ու լիքը բան նստածի դու բանջարեղենից իդ կեր։ Որովհետև ինչ է մեզ պետք, որպեսզի աղիների միկրոֆլորան առողջ լինի եւ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ չունենանք, իսկ դրա լավագույն օգնականը հարազատը բջջանյութն է, կանաչեղենը։ Մանո միֆ չէ, որ բջջանյութը օգնում է ավելի դյուրամարս դարձնել սպիտակուցը, միսը, որ այդքան առատ է ամանորի սեղաններին։ Այո, իհարկե, բանջարեղենը շատ կարևոր է։ Դրա համար եմ ասում, որ վերցնում ենք մի գդոր միսը, հետո գողքից կարանք արդեն բանջարեղենից օգտենք, այն համը փոխում ենք, չէ՞, բայց դու եղիր կրեատիվ, սալատներդ մի սարքի մայոնեզով կամ չգիտեմ ինչով սմեդանով դες լիքը մեջ լցնես, կրեատիվ եղի, բանջարեղենով սիրոց այնքան տարբեր աղցաններ կարա սարքես, համ դեսկը սիրուն գրնի, համ էլ քեզ գոքնի այդ ամբողջը մարսելուն, իհարկե։ Խոսենք մսեղենից, որ այդքան առատ է ամանորի սեղաններին, ասում են դիետոլոգները լավ է նախապատվությունը տալ հնդկահավին, քան խոզի բուդին, որն ընտրել։ Սենց ասեմ ձեզ, նայեք, քանի որ մի անգամ ենք անում, ես ասում եմ ձեզ, մարդ մի անգամ լավ ուտելով չի լավանում, մի անգամ վատ ուտելով չի վատանում։ Okay, բոլորս ուտել են խոզի բուդ, եկեք ճիշտ ասենք, բայց ասեմ ձեզ, հնդկահավը ավելի ճիշտ է, քան խոզի բուդը, ասեմ ձեզ, իբր իր որակ, իբր իր կմիս։ Ավելի լավն է, okay։ Իսկ խոզի բուդը ուտելու ենք, դրա համար չափով։ Կերեք այդ կանա թո էտա։ Դեսերտների մասին խոսենք, հատկապես քաղցրակերների համար իսկական փորձություն է, բոլոր այդ համովությունները, թխվածքները, կոնֆետները լիքն են սեղանին, ինչ անել չափը չանցնելու համար։ Եկեք սենց անենք, օքեյ, էլի ուտելու ենք, համաձայն ենք, բան չունենք ասելու։ Հենց սեղանին նստեցիր, աչքդ ինչ-որ մի բանի վրա մնաց։ Ասենք, չգիտեմ, 3 ձևի քաղցր ա դրած, աչքդ մի բանի վրա մնաց։ Այդ դրանից մի գդոր վերցրու, գեր, վсё, աչքդ կշտացրու։ Որտե՞ղ այդ փորձ կշտացել է որովհետև։ Այո։ Արդեն աչքդ կշտացրու։ Ու վերջացի ինձ։ Չի խանգարի։ Այդ մի գդոր ասենք թե դորվան ոչինչ։ Խմիչքների մասին խոսենք։ Բազմազան խմիչքներ են ամանորին, իհարկե տոներն առանց ալկոհոլի դժվար է պատկերացնել, շնորհավորում ենք միմյանց, բայց սկսենք ոչ ալկոհոլային խմիչքներից, ինչ վտանգներ են դրանք պարունակում այդքան ուտեստների բազմազանության մեջ։ Շատ ճիշտ հարց է, ուրեմն հիմնականում սեղաններում լինում է, չէ, ասենք գազոլված խմիչքների տեսակները, գույնավոր, սոկերը, մոկերը, ժողովուրդ ջան, դրանք սխ շաքար են։ Այսինքն դուք այդքան որ ուտում եք, մի հատ վրան լցնում եք այդքան շաքար, բեք չէ, արդեն մարսողությունը դա խանգարելու, ինսուլին դելա բարձրանալու, չգիտեմ ընդ լյարդելա ջարբագարելու, լիքը խնդիրներ ա քեզ բերելու։ Եկեք դրա դեղ խմենք ջուր, քոնե։ Որովհետև ալկոհոլը խմելու եք։ Okay։ Եկեք ջուրը խմենք, կամ թեգուզ չափավոր գազավորված ջուր, մաքուր ջերմուկ կրի, չգիտեմ ինչ կրնի, հանքային ջուր։ Հանքային ջուր կրնի, այդ դրանցով յորա գնանք, այդ գույնավոր ըմբելիքները մի կողմ դնենք, էլի։ Ասում են ծանր կալորիաների վրա, ինչպիսիք են, հա, այդ յուղոտ սնունդը, միսը եւ այլն, դատար կալորիաներ մի ավելացրեք, նույն գազավորված ըմբելիքները, այն ճարպի է վերածվելու հետո ձեր օրգանիզմում, ճիշտ է։ Իհարկե, նայեք, որ դրանք արագած խաչեր են, այսինքն շաքարը ինքը քո մարմինը սկսելու է օգտվի դրանից, որտեղ իրան ավելի հեշտ է իրանից ստանալը էներգիան։ Սո ինչ անելու, այդ մնացած ինչ որ գերես դու ամբողջ օրվա այդ գիշերվա ընթացքում մնում ա վրետ։ Մարմինը սկսեց դից օգտվել։
որովայնի հատվածում է հիմնականում կուտակվելու։ Այո, շաքար ուրա գնալու, լիարտի սիրած դեղը, լիարտը խեղճ դնելով սիրուն լսվի որովայնի շրջանը, մեկ չի։ Այդ դեպքում խոսենք ալկոհոլային խմիչքների մասին, մանո, բայց ինչն է կարևոր հիշել, ինչից սկսել, դրանք բազմազան են, միգուցե պետք չէ խառնել կամ ինչ խորհուրդ կտաք։ Առաջինը խառնել, էդի բացառվող չանեք տենց բան, դա ավելի շատ վնաս եք տալու ձեզ կոնկրետ ձեր օրգանիզմին։ Երկրորդը գույնավոր խմիչքներից են հիմնականում են, չգիտեմ, լիկյորի գլնի, բան գլնի կամ ֆարմացիա, դրանցից այո, քաղցրացած մի հատ շաքարը դեցիդ կանաբերացրած մեջը, այդ դրանից էլ փորձեք հերո մնացեք։ Տղամարդիկ կարան, չգիտեմ, ասենք իրանց ոդկան գլնի, տեկիլան գլնի կամ ինչի գլնի, դո դրանից օգտվեն, բայց սենց է գարամ իրանց խորտամ, կարող չէ ամբողջ շիշը վերջացնենք, մենք սովորենք, չէ, ասենք բաժակը լստում ենք ամբողջովին, մի հատ գցում ենք դրանից գնաց, չէ։ Եկեք ես սենց եմ ասում, բաժակը լստենք քիչ տենց խմենք, այսինքն մի բաժակը 4 անգամով խմենք։ Մացանք, այսինքն խմելու ենք 10 բաժակ, մեծ, այդ փոքր գարակ խմենք 40 բաժակ։ Այդ նկատի ունեմ էլի։ Կենասներն էլ են շատ, բաժանենք։ Դրա համար ապրեք, նենց անենք, որ այն ձեր մեծ բաժակի 5 հատ լցված, այդ կանոն բավարարվեցինք։ Եթե դա մի բաժակը մեծ, խմեցինք 3 անգամով, 4 անգամով, ինձ թվում է կպրծնի գիշերը։ Կանայքերի հարգի կարան օգտվեն գինից, իրանց սիրած բանն է, մի մոռացեք, բայց գինն ունի կալորիա, մի բաժակին 120 կալորիա, երկու բաժակ 240, շնորհակալ եմ, գնացինք քնելու։ Լավ, մանու, այո, քչերը գիտեն ալկոհոլի կալորիականության մասին եւ ասում են, որքան թունդ է ալկոհոլը, այնքան շատ է կալորիականությունը, սա միֆ չէ։ Գարա լինի եւ չէ, նայած ինչքան շաքար օգտագործում դվյալ խմիչքի մեջ։ Հիմա գինին է ավելի կալորիական թե օղին կամ վիսկին։ Չէ, օղին։ Օղին ավելի շատ է, որտեղ օղի մեջ շատ է շաքարը։ Բայց ավելի շատ է լիկյորը, որովհետեւ այստեղ եւ թունդ, էթինոլ սպիրտի հետ գործ ունենք եւ շաքարի մեծ չափաբաժնի։ Արդեն շաքարի մեջ չափաբաժնում ալկոհոլը որ խառնում են իրար, արդեն էդի է մարդուն հարբեցնում։ Այո։ Իմացաք, դրա համար փորձեք մաքսիմալ քիչ։ Լիկյորները մաքսիմալ քիչ։ Ասում են շատ խմած մարդը երեխայի նման քնում է։ Քունը շատ կարևոր է։ Խոսենք այս մասին եւ սա միֆ է թե իրականություն։ Դու խորը քնում ես ուղղակի դե մարմինը դա անջատված, բայց ուղեղը ոչ։ Ճիշտ, ուղեղը չի անջատվում։ Չէ, չկա դենց բան։ Դու քնած ես, իհարկե, դու քնած ես զուտ ալկոհոլի հաշվին ես քնած, բայց քո ուղեղը չէ, դենց խորը քնած չես։ Այսինքն դու այդ օրը չվերագանքնեցիր, ոչ քո քնից էր բան ստացար, ոչ էլ քո խմածից բան հասկացար։ Իդեպ ասում են, որ սկզբում քնում եմ, հետո երևի ժամը 2-ին 3-ին արթնանում եմ այդ նույն ալկոհոլից։ Բա իհարկե, անընդհատ ես որտեղ ուղեղը չի քնի։ Դու անընդհատ զարտելու ես կամ ջուր ես ուզելու, կամ կարող ուդելիք ուզես, թե գուզ դե ինսուլինի խախտումից։ Դες անընդհատ կարա զարտես։ Ուրեմն ալկոհոլը խանգարում է քնել։ Իհարկե։ Եվ ամանորին սովորաբար ուշ ենք պարկում քնելու։ Քիչ ենք քնում, հաջորդ օրը արթնանում ենք, էներգիայի անկում ենք զգում, ինչ անել, որն է պատճառը եւ ինչպես վերականգնել քնի ռեժիմը։ Իհարկե շատ ճիշտ է, հիշենք, որ գիշերը ինչ արեցինք, ասենք խմել ենք, քաղցրը գերել ենք, այդքան գերել ենք, քիչ ենք քնել, ամբողջ օր երկրորդ օրը զարտելու ենք, սատկած։ Այո։ Մարմինը չի վերականգնվել, իրար խառնվել, ոչինչ, բան մի մտածի ստրեսի մեջ մի մտի, զարտի մի բաժակ ջուրը թխմի, սպիտակուցով նախաճաշը արա, գլնի միս գլնի, հավգիտը գլնի, լավ սիրուն դեղը դեղին արա, հելի գնա դուրս։ Հելի շարժվի։ Գնա շարժվի ու սկսի ջուր խմել։ Ջուր խմի, այդ ամբողջ օրը դες մաքուր որ անցկացնես, հավատացեք ինձ, մի քանի ժամ հետո արդեն մարմինը սկսի արդեն վերականգնել։ Մանո կան մարզվողներ, որ ամանորի ընթացքում, հա, տոների ընթացքում չեն գնում մարզասրահ, դե մարզասրահներն էլ փակ են ըստ էության, բայց իրենց թույլ են տալիս անընդհատ այդ երեխումների մեջ նստակյաց վիճակով մնալ, ասենք խորհուրդ տանք, որ կարելի է օրինակ ընկերոջ կամ հարևանների տունը ոտքով գնալ, քայլել, ինչպես կոմպենսացնել այդ ֆիզիկական пассивությունը։ Շատ կարևոր է ուդելուց հետո անպայման շարժվել, ամեն ուդելիքից հետո քորը 15-20 րոպե շարժվել, ավտոն կանգնացրեք դվյալ դեղից հեռու, գնացեք vodով, իջեք, երբ որ գերակ իջակ դնից, քայլեք դեպի ավտոն։ Նույնպես ես էլ եմ նույնը անում։ Այսինքն թե ուզեթե ինչա բաժինն եմ գերե, բարդատիր քայլեք, որովհետեւ այդ մարմինը կարողանա մարսի, որտեղ դու օրվա ակտիվություն չես անում, ստեյց ընդես նստում, դես նստում։ Դու ոչ ոք չես անում, մենակ խմում ես ու դում ես։ Մի հատ պրինջիկ, մի հատ խմել։ Շատ իրեղի, քո մասի մտածի։ Եվ վերջին խորհուրդը հարգելիներս, ամանորը 7 օր 7 գիշերվա մի վերացեք եւ շուտ անցեք աշխատանքային հուն ձեր բնականon կենսակերպին։ Իհարկե, այսինքն նայեք, խախտումը արեցինք, բան չունենք ասել 1 օր, 2 օր, բայց всё վերջացավ։ Վերջացավ հետ վերադարձել, ինչի համար։ Եթե դու իրան քաշես մի քանի օրեր, եթե դու իհարկե առողջ ամենագերբով ես շարժվում, մի հատ կյանքում եք չես վերադառնա իրան, որտեղ սա սկսելու է քեզ դուր գալ, իհարկե։ Խորհուրդս 2 օր արեցիր, վերջացավ,
կանգնի ոտքի, ասա ես պետքա վերադառնամ իմ կյանքին։ Իսկ եթե չես հետևում առողջապահական դա նշանակում է քո կյանքով ոչ մի բան չփոխվեց։ Հիշեք սիրելիներս ավելի հեշտ է կալորիաներ հավաքել, քան հետո դրանք այրել, այնպես որ մի արեք այնպես, որ համ տոնում ենք, հետո խղճի խայծկում այդքան կալորիաներ հավաքելու համար, որովհետև դրանք այրելը հետո ավելի դժվար է լինելու։ Շնորհակալություն Մանո, հետաքրքիր զրույցի համար, ձեր խորհուրդ հորդորը շնորհավորանք այս պահի մեր լսարանին։ Առաջի հերթին ուզենամ ասել, որ ժողովուրդ ամեն ինչ չափի մեջ շատ լավ է։ Okay, ձեզ մի զրկեք ամեն ինչից, բայց չափի մեջ հասկացեք, որ ամեն ինչ լավ է։ Երկրորդը՝ մի վերածեք իրան, ինչպես որ ասեցիք 7 օր 7 գիշերվա, խնդրում եմ վերադարձեք ձեր հինգյանքին, որովհետեւ մնաք առողջ, Եդո հետևեք Մանոյին, իմացեք ճիշտ բաները, ների խորհուրդներից որ դալիս եմ, ու կարևորը լինենք իսկումախաղությունը, հետո մենք կարանք արդեն մեր առողջությամբ բերել ձեր բերել մեր ամեն ինչը։ Եթե լինենք առողջ, արդեն մեր մտածելակերպը, մեր վարվելակերպը, մեր ամեն ինչը կլինի առողջ։ Շնորհակալություն Մանո, պարզ, բայց կարևոր խորհուրդների համար, ասեմ, որ Մանոյի հետ հաջորդ հաղորդումը կլինի այն մասին, թե ինչպես արագ վերականգնվել տոներից հետո, այնպես որ բաց չթողնեք։ Շնորհակալություն նաև մեր գործընկերներին իմ կողքին լինելու համար։ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին, որը հոգ է տանում իմ գեղեցկության մասին, Յասաման ռեստորանին, հաճելի եւ ջերմ մթնոլորտի համար։ Կհանդիպենք հաջորդ տարի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։